Ընթացիկ կազմակերպչական հարցեր են, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կմեկնաբանեն, հույժ կարևոր հարց չէր առնվազն։ Կառավարությունը ծրագիրը ամսի քանիսին Եթե չեմ սխալվում 23-ին, բայց այդտեղ միգուցե տեխնիկական ճշտումների հարցեր լինեն, որովհետև մեր նիստերը դեռ ընթանում են, պետք է նայենք կանոնակարգ օրենքը ինչպես է կարգավորում այս հարցերը, եթե նիստերը երկար են, միգուցե այդտեղ խնդիր առաջանա, բայց չեմ կարծում, որովհետև նաև դուք տեսաք, որ մենք պայմանավորվում ենք ընդդիմադիրների հետ, որպեսզի արագ ձևավորենք ազգային ժողովը, որովհետև արդեն պետք է անցնենք բուն աշխատանքային ռեժիմին, նաև կառավարության ծրագիր, կառուցվածք պետք է քննարկենք եւ մարդիկ ակնկալում են ավելի բովանդակային հանձնաժողովները ձեռք չի բերվել, հա, հադրեք ինձ ինչու են շտապում այդքան, հələ չենք շտապում, տեսեք, մենք ամսի 2 չէ, արձակուրդի, մենք ամեն դեպքում, որ արձակուրդի մասին խոսք չկա, ամսի 2-ից սկսել ենք նիստերը, տեսնում եք ինչ ուրեմն երկար են տևում, ոչ թե դրանց հոգնածուցիչ լինելու առումով, այլ զուտ, որ հնարավորինս արագ մենք անցնենք ուրեմն ավելի բովանդակային հարցերի, քան անձերի քննարկման, որովհետև նաև տեսեք, մենք հիմա քննարկում ենք տարբեր բովանդակային հարցեր, որոնք վերաբերելի չեն հանձնաժողովների աշխատանքներին, իմ խոսքը զուտ նրա մասին է, որ մենք եթե խոսենք բուն հանձնաժողովների աշխատանքների մասին, ավելի արագ ռեժիմով կընթանանք առաջ։ Պարոն Հովհաննիսյան, այսինքն եթե հանձնաժողովները ձևավորված չեղան, օրենքը թույլ տալիս է կառավարության կառուցվածքի նախագիծ բերել, կառավարության ծրագիր բերել, թե ոչ։ Ես այսպես կմեկնաբանեմ, ազգային ժողովը ձևավորվում է, երբ որ բոլոր մարմիններն են ձևավորվում, այսինքն մենք պետք է այդ ընտրության փուլը անցնենք։ Գործնականում կարա լինի մի իրավիճակ, օրինակ ինչ-որ հանձնաժողովի նախագահ չընտրվի, բայց չընտրվելու համար էլ կա հստակ ընթացակարգ, այսինքն գիտեք, որ 3 անգամ առաջադրելու հնարավորություն կա, նոր կանոնակարգը հնարավորություն է տալիս անցնելու հաջորդ հարցին։ Մենք բոլոր այս փուլերը պետք է հաղթահարենք, որ համարենք ազգային ժողովը ձևավորված։ Այստեղ խնդիրներ չեն առաջանա, եթե հանձնաժողովները ձևավորված չլինեն եւ գա կառավարության կառուցվածքը ներկայացնելու ժամկետը ինչ է։ Տեսեք, հանձնաժողովներն ամեն դեպքում ձևավորվելու են, եթե մենք անգամ չընտրենք որևէ հանձնաժողովի նախագահի, ապա այդ դեպքում նախորդ գումարման օրինակով հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելու է տեղակալը, այսինքն հանձնաժողովը որպես այդպեսին ձևավորված լինելու է։ Դա երրորդ փորձից հետո, այո, հանձնաժողովի նախագահի տեղակալը գիտեք ընտրվում է հանձնաժողովի նիստի ժամանակ, ոչ թե լիագումարի, արդեն այդ ժամանակ խմբակցությունները կառաջադրեն հանձնաժողովների իրենց անդամների, նրանք արդեն նիստ կգումարեն եւ կընտրեն տեղակալին, ով կկատարի նախագահի պարտականությունները, կրկնում եմ, եթե որևէ հանձնաժողովի նախագահ չընտրվի։ Պարոն Հովհաննիսյան, մի հատ նորից այս թեմայից կապված փոքրիկ ճշտում, ուշ ժամկետը, որ պետք է կառավարության ծրագրի ներկայացման համար վերջնաժամկետը, որը չպետք է անցնել, դա ո՞րն է, չպետք է։ Ես կվախենամ հիմա հստակ ամսաթիվ նշել, օրենքում 20 օրյա ժամկետ կա եւ դա գալիս է 22 կամ 23 երևի թե, սա էլ շաբաթ է ընկնում, դուք գիտեք, որ նաեւ նիստը մեր մեկնարկեց Կիրակի օրը, դրա համար հիմա ես կվախենամ հստակ մեկնաբանեմ, հնարավոր է նաեւ այո շաբաթ օրը նիստը գումարել, որովհետեւ Կիրակի արդեն գումարել ենք նիստ նախադեպ կա։ Հնարավոր է, իհարկե։ Պարոն Հովհաննիսյան, ուզում եմ հապկից հարցնել, որովհետև այդ կառույցից գլխավոր քարտուղարը եւ տարբեր պաշտոնյաներ, անդամ երկրից եւ այլն այս վերջին օրերին պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ նոյեմբերի նիստում այդ անդամավճարների հետ կապված, որ Հայաստանը չի մուծել որոշում կկայացվի, ըստ չեն ակնարկում, ուղղ են ասում, ձայնի իրավունքից զրկելու այդ ընթացակարգով կգնան, հետո ակնարկներ կան նաեւ Հայաստանին հեռացնելու կառույցից այդ մասով, այստեղ ընթացակարգ կա այդպիսի, որ կարող են մի անդամ երկրի որոշել եւ հեռացնել։ Նախ ուզում եմ այս հայտարարություններին անդրադառնալ, պարոն Հովհաննիսյան, ինչպես է գնահատում այս հայտարարությունները, որ Հայաստանի դիրքորոշման պայմաններում այս իրավիճակներին կարող է հանգեցնել գործընթացը։ Ես իրականում ՀԱՊԿ-ի գործընկերներից կուզեի լսել դիրքորոշում Հայաստանի ուրեմն որոշման վերաբերյալ, թե ինչից ծնվեց մեր որոշումը, որովհետև մենք որևէ դիրքորոշում ՀԱՊԿ-ի ըստ էության մեզ գոհացնող չենք ստացել, դրա համար էլ գործնականում սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, թե ինչ մեկնաբանություններ են հնչում կամ ակնարկներ են հնչում, դրանց չեմ մեկնաբանելու, մեր դիրքորոշումն հետևյալն է, որ մենք սառեցրել ենք
ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակումը տեղի ունեցել եւ ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Այս թնջուկը դեռևս ցավոք սրտի լուծված չէ։ Ներողություն, իսկ թե ինչ կլինի հետո, նիստերի ընթացքում ինչ որոշումներ կկայացվեն, ինչ քննարկումներ կլինեն առաջիկայում, ապա մենք որպես պետություն կարձագանքենք այդ քննարկումներին եւ որոշումներին ըստ այդ։ Պարոն Հովհաննիսյան, իսկ իրենց այդ հայտարարությունների մասով, որ հնարավոր է Հայաստանի ձայնի իրավունքից զրկեն, հնարավոր է հետո նաև հասնեն Հայաստանին հեռացնելու, այս հնարավոր որոշումների հետ կապված Հայաստանի դիրքորոշումը ինչպիսին է։ Հայաստանն իր դիրքորոշումը կարտահայտի այն ժամանակ, երբ որ նման որոշումներ կամ քննարկումներ լինեն։ Այս բանը նման որոշումներ կամ քննարկումներ չկան։ Գալու հնարավորությունը Հայաստանը չի դուրս գալիս ՀԱՊԿ-ից, եթե կամ Մեր որոշումն է այս պահին սառեցնել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հույս հայտնելով, որ առաջացած խնդիրները դեռևս որոշակի տոկոսով հնարավորություն ունեն լուծվելու։ Եթե ոչ, ապա մենք կգործենք ըստ Հայաստանի Հանրապետության պետական շահի։ Հայաստանը մշտապես իր բոլոր գործընկերներից ակնկալիքներ ունի, որ նրանք իրականությունը կգնահատեն այնպես, ինչպես որ կա։ Եթե գնահատեցին, հետ կվերադառնա Հայաստանը ՀԱՊԿ։ Եթե ապա հարցերին թույլ տվեք չպատասխանել այս կոնտեքստում, կլինեն որոշումներ, ես կարծում եմ ինչ որ չափով անդառնալիության կետը հատել ենք այս առումով, բայց ես կրկնում եմ, որ մեր բոլոր գործընկերներից մենք ակնկալում ենք, որ նրանք իրականությանը կտան իրականությանը առնվազն մոտ գնահատականներ, իսկ ինչ կլինի հետո կախված է հետագա գործողություններից, որոշումներից եւ քննարկումներից։ Պարոն Հովհաննիսյան, նկատում եք, որ քաղաքական գնահատական տան Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքները օկուպացնելուն Երևանը դեռ դրան է սպասում։ Լսեք, ավելի նաև քաղաքական գնահատականի առումով, բայց բացի քաղաքական գնահատականից, ՀԱՊԿ քաղաքական կառույց չի, ՀԱՊԿ անվտանգային կառույց է։ ՀԱՊԿ քաղաքական կառույց չի, ՀԱՊԿ անվտանգային կառույց է, նա պետք է գնահատական տա հենց ՀԱՊԿ-ի գործողություններին, թե ինչով էին պայմանավորված ՀԱՊԿ-ի գործողությունները, երբ ՀԱՊԿ-ը չի ուրեմն աջակցում եւ չի կատարում իր պարտականությունները այն պետությանը, որը կոնկրետ սահմաններով անդամակցել է իրեն։ Սրա մասին է խոսքը։ Սա հիմա կկոչենք ինչ որտեղ քաղաքական գնահատական, կկոչենք մասնագիտական գնահատական, այսքան էլ կարևոր չի։ Հովհաննիսյան, իսկ հաշվի առնելով այն հայտարարությունները, որ արդեն Վաշինգտոնյան համաձայնություններից հետո կան եւ այն իրավիճակը, որ ձևավորված է ստերության խաղաղության հաստատման մասն եմ հարցնում, այս պայմաններում Հայաստանը որևէ անվտանգային կառույցի անդամակցելու անհրաժեշտություն տեսնում է, եթե անգամ այդ խնդիրները ՀԱՊԿ-ի հետ լուծվեն, կա նման անհրաժեշտություն, որ Հայաստանը ինչ-որ անվտանգային կառույցի անդամ լինի։ Մենք այս պահին նման հարց չենք քննարկում, երբեք չենք էլ քննարկել։ Այս պահին դուք տեսնում եք, որ Հայաստանի Հանրապետությունն ամեն բան անում է, որ ուրեմն սեփական ռազմաարդյունաբերություն ունենա, ինքը իր սեփական ուժերով, ունենալով տարբեր ռազմավարական գործընկերության պայմանագրեր տարբեր երկրների հետ ապահովի իր ուրեմն անվտանգությունը եւ ուրեմն զարգացնի իր ռազմական ունակությունները, պաշտպանական ունակությունները։ Մենք պատկերացնում ենք Հայաստանը բազմավեկտոր հարաբերություններ ունենալիս, թե տնտեսական առումով, թե քաղաքական, թե ռազմական։ Այսինքն կրկին ոչ թե կախված լինել մեկ կետից, այլ ունենալ տարբեր կախվածություններ, այդպիսով ապահովագրելով ինքներս մեզ։ Դա նշանակում է, որ եթե անգամ ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնեն կամ Հայաստանը դուրս գա, Հայաստանը չի փորձի անվտանգային որևէ այլ կառույց գտնել անդամակցության հեռանկարը։ Ես կրկին չեմ ուզում, եթե ապա տրամաբանությամբ հարցին անդրադառնանք։ Այս պահին դե ֆակտո մենք ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցրել ենք։ Դե ֆակտո մենք որևէ հարաբերություն, հողի վրա գործնականում ՀԱՊԿ-ի հետ չունենք։ Այսինքն ՀԱՊԿ-ը չի մեր անվտանգության երաշխավորը, որևէ բան լինելու դեպքում ՀԱՊԿ-ը չի որ պետքա գա, արդեն փորձը ցույց է տվել ապահովի մեր անվտանգությունը, դրա համար արդեն իսկ մենք ձեր ասած կոնտեքստի մեջ ենք, երբ որ մենք դե ֆակտո անդամ չենք մի կառույցի, գործնականում որևէ հարաբերություն չունենք, բայց ապահովում ենք մեր անվտանգությունը, զարգացնում ենք մեր պաշտպանական ունակությունները։ Մենք այսպես ենք այս պահին պատկերացնում իրավիճակը, թե ինչ կլինի ապագայում։ Կթողնենք դա ապագային, որովհետև եթե 3 տարի առաջ մի հարցադրում հնչեր տարբեր միություններին անդամակցելու մեր ցանկությունների կամ հնարավորությունների վերաբերյալ, պատասխանը հաստատ 180 աստիճանով տարբեր է։